երբ որ քննարկվում է թե ովքեր են դավաճանները եւ ովքեր են պատրիոտները, հայրենասերները, սկսում ես մտածել հայրենասեր բառի մասին եւ սկսում ես մտածել հայրենասիրության մոդելի մասին եւ սկսում ես մտածել, ասում ես հիմա ինքդ քեզ հետ խոսում ես, չէ՞, դու քեզ հարց ես տալիս, ասում ես ես հայրենասեր եմ, թե հայրենասեր չեմ։ Հիմա լավ, այսքան մարդ որ ասում է դավաճան եւ այլն, բայց այնուամենայնիվ էլ դու քեզ հետ խոսա, դու հայրենասեր ես, թե հայրենասեր չես։ Ու սկսում ես մտածել, մեկ է գալիս ես, ուզում ես մոդելավորես հայրենասիրությունը։ Ուզում ես գրատախտակի վրա նկարես, մոդելավորես հայրենասիրությունը։ Հետո սարսափով արձանագրում ես, որ քո հայրենասիրության բոլոր սիմվոլները առանց բացառության ստեղծվել են 40-ից 75 թվականների։ Եվ ասում ես, բայց մի րոպե, ո՞նց կարա տենց լինի։ Ո՞նց է, որ անընդհատ, ո՞նց է լավ, այս հայրենասիրության մոդելը, որ ստեղծվել է, բա այդքան կարդացել ենք, որ Խորհրդային Միության գլավլիտը, ամեն տառը, ամեն նախադասությունը պետքա ունենար թույլտվություն, պետքա ունենար հնարավորություն, բա ո՞նց որ մեր հայրենասիրության մոդելը, ո՞նց որ Չարենցին ու Բակունցին Խորհրդային Միությունը 37 թվին ոչնչացրեց ու հանկարծ ընդ որում մի մասին գուլագներից հետ բերեցին, ասին հələ ինչեր ունեիք, հələ մի հատ բերեք տենանք ինչ կա, ինչ եք գրել կամ ինչ սևագիր կամ նախագիծ ունեիք եւ այլն եւ այդպես շարունակ։ Մենք այս հարցերին պետք է առերեսվենք, թե չպետք է առերեսվենք։